Գոյամարտ սերիալում զարգացումները մտնում են իսկապես պայթյունավտանգ փուլ, որտեղ յուրաքանչյուր հանդիպում կարող է ավարտվել բախումով, յուրաքանչյուր խոսակցություն նոր գաղտնիքի բացահայտմամբ, իսկ յուրաքանչյուր որոշում ճակատագրական հետևանքներով։ Դիանա Գրիգորյանի սցենարը կրկին ցույց է տալիս, որ նա սիրում է լարվածությունը հասցնել առավելագույն կետի, մինչև վերջին վայրկյանը պահելով ինտրիգը։ Էռնայի գիծը շարունակում է մնալ ամենացավոտ ու հոգեբանական առումով ծանր պատմություններից մեկը։ Ինչպես շատ հեռուստադիտողներ էին ենթադրում, Ավոյի քայլերը հերթական անգամ ցույց տվեցին, որ նա երբեք պատահական ոչինչ չի անում։ Էռնայի հոգեբանական վիճակը վաղուց արդեն խարխլված էր Հունանի մասին բացահայտումներից հետո, բայց Ավոն կարծես հատուկ հրեց նրան դեպի վերջնական փլուզում։ Նրա հայտնվելը հոգեբուժարանում շատերի համար շոկային էր, բայց միևնույն ժամանակ տրամաբանական շարունակություն։ Էռնան չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իր ամբողջ կյանքը կառուցված էր կեղծ իրականության վրա։ Նրա համար Հունանը ոչ միայն եղբայր էր, այլ ուժի, վստահության ու անվտանգության խորհրդանիշ, իսկ հիմա պարզվում է հենց այդ մարդն է կապված ամենամեծ ողբերգությունների հետ։ Բայց այստեղ ամենահետաքրքիրը Ավոյի դերն է, նա կարծես ստվերից ղեկավարում է բոլորի ճակատագրերը։ Էռնայի հոգեկան վիճակը նրա համար պարզապես ցավալի իրավիճակ չէ, դա նաև հնարավորություն է։ Ավոն շարունակում է իր վրեժի խաղը և նա պատրաստ է օգտագործել նույնիսկ մարդկանց ամենաթույլ պահերը։ Միևնույն ժամանակ շատ հետաքրքիր զարգացում է ստանում Մանանի ու Գրիշոյի պատմությունը։ Գրիշոն համոզում է Մանանին գնալ իրենց տուն ու հանդիպել իր ընտանիքին։ Սա շատ կարևոր քայլ է, սա արդեն ոչ թե թաքուն հարաբերություն է կամ զգացմունքների խոստովանություն, այլ իրական փորձ Մանանին ներգրավել իր աշխարհում։ Գրիշոյի համար սա հավանաբար սիրո ամենամեծ ապացույցներից մեկն է։ Նա ուզում է, որ Մանանը դառնա իր կյանքի մասը բացահայտ, առանց թաքցնելու։ Բայց հենց այստեղ էլ առաջանում է գլխավոր վտանգը։ Մանանը գնում է այն տուն, որտեղ ապրում են մարդիկ, որոնց ընտանիքը կործանել է իր ընտանիքի կյանքը։ Սա հոգեբանական առումով շատ ծանր իրավիճակ է։ Նա սիրահարված է, բայց չի կարող մոռանալ իրականությունը, եւ այդայն յուրաքանչյուր պատ, յուրաքանչյուր հայացք կարող է նրան հիշեցնել ցավի մասին։ Հավանաբար հենց այդ հանդիպման ընթացքում էլ ավելի կխորանան հակասությունները։ Մանանը կարող է հասկանալ, որ Գրիշոյին սիրելը մեկ բան է, բայց նրա ընտանիքի մաս դառնալը լրիվ ուրիշ։ Սերիալի ամենապայթյունավտանգ գիծը, սակայն, շարունակում է մնալ Լեոյի ու Հունանի հակամարտությունը։ Լեոն արդեն Հունանի տանն է, հենց սկզբից պարզ է դառնում, որ նա այնտեղ գնացել է միայն Լեայի սիրուց դրդված։ Նա բառացիորեն մի կողմ է դրել իր վիրավորանքը, զայրույթը, ընտանիքների միջև եղած ամբողջ ատելությունը միայն այն պատճառով, որ սիրում է Լեային ու ցանկանում է ապագա կառուցել նրա հետ։ Սա Լեոյի կողմից շատ ուժեղ քայլ է։ Բայց Հունանն ինչպես միշտ իր խաղն ունի, նա չի պատրաստվում հեշտացնել ոչինչ, ընդհակառակը նա ուզում է կոտրել Լեոյին հոգեբանորեն, եւ հենց այդ պատճառով էլ ասում է, որ Լեոն պետք է ներողություն խնդրի իրենից։ Սա ամենակարևոր պահերից մեկն է, որովհետև այստեղ խոսքը պարզապես ներողության մասին չէ։ Սա արժանապատվության, հպարտության և ինքնության հարց է։ Լեոն Ռաֆի որդին է։ Նա իր հոր անունը կրում է ոչ միայն որպես ազգանուն, այլ որպես պատասխանատվություն ու հպարտություն։ Նա երբեք չի կարող ծնկի գալ այն մարդու առաջ, ով կապված է իր հոր մահվան հետ, և հենց այստեղ է, որ իրավիճակը պայթելու է։ Հունանը կարծես հատուկ հրահրում է նրան, նա ուզում է տեսնել մինչև ուր կգնա Լեոն, ինչքան կդիմանա, արդյոք կհրաժարվի իր սկզբունքներից հանուն իր սիրո։ Բայց Լեոն այն կերպարը չէ, ով կհրաժարվի իր արժանապատվությունից։ Սա նշանակում է, որ վեճն անխուսափելի է, և այդ վեճը կարող է դառնալ սերիալի հերթական մեծ շրջադարձը։ Հնարավոր է խոսակցության ընթացքում նոր գաղտնիքներ բացահայտվեն, հնարավոր է Լեան հայտնվի նրանց միջև ու փորձի կանխել բախումը, բայց մի բան արդեն պարզ է՝ այս հանդիպումից հետո ոչինչ առաջվանը չի լինելու։ Լեոյի ու Հունանի հարաբերությունները հասել են այն կետին, որտեղ կամ մեկը պիտի նահանջի, կամ սկսվելու է բաց պատերազմ։ Այս ամբողջ ֆոնին սերիալը դառնում է ավելի մութ, ավելի հոգեբանական ու ավելի լարված։ Այստեղ այլևս ոչ ոք ապահով չէ։ Սերը խառնվել է վրեժի հետ, ճշմարտությունը ստի, իսկ ընտանիքները բաժանվել են ներսից։ Առաջիկա սերիաները խոստանում են շատ ծանր զարգացումներ։ Կվիճեն արդյոք Լեան ու Հունանը, կընդունի Մանանը Գրիշոյի ընտանիքը։
Ինչ կլինի Էռնայի հետ հոգեբոժարանից հետո եւ մինչեւ ուր կգնա Ավոն իր վրեժի ճանապարհին։ Մի բան հաստատ է, Դիանա Գրիգորյանի սերիալը հիմա իր ամենաուժեղ ու ամենաինտրիգային փուլում է, որտեղ յուրաքանչյուր նոր սերիա կարող է ամբողջությամբ փոխել պատմության ընթացքը, իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ կարելի է սպասել առաջիկա սերիաներում, ապա միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն։ Չմոռանաք նաեւ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում Լեոն ներողություն կխնդրի Հունանից եւ Լեայի սիրուց դրդված կանի այդ ամենը, թե նրա սկզբունքներն ու արժանապատվությունն ամեն ինչից վեր են։ Հետաքրքիր է լսել նաեւ ձեր կարծիքները, իսկ շատ շուտով մենք կբացահայտենք շատ հետաքրքիրի մասին։